Բժիշկ բուժառու հանդիպումն է վնասվածքային բազկահյուսակի պարեզի վիրահատությունից 6 ամիս անց։ Լիոնի համալսարանական պրոֆեսոր Արամ Ղազարյանը կրկին Հայաստանում է, հայ գործընկերների հետ խորհրդատվություններ և վիրահատություններ են իրականացնում։ Դոկտոր Ղազարյանի այցերի գերնպատակն է իրականացնել այն վիրահատությունները, որոնք մենք Հայաստանում դեռևս ինքնուրույն չենք իրականացնում, եւ այս առումով բացառիկ է իր դերը բազկահյուսակի կաթվածների վիրահատությունների առումով։ Բազկահյուսակի կաթվածները առաջանում են պարանոցից դեպի ձեռք գնացող նյարդային ցանցի վնասման հետևանքով, ինչը բերում է ձեռքի շարժողական ֆունկցիայի ժամանակավոր կամ մշտական խանգարման։ Բազկահյուսակի կաթվածը երկու տարբերակ է ունենում՝ բնածին եւ վնասվածքային։ Բնածին, երբ ծննդաբերության ընթացքում ծննդաբերական ուղիներով անցնելուց վնասվում է ձեռքը նյարդավորող բոլոր նյարդերը պարանոցի մակարդակից, վնասվածքայինը հիմնականում պայմանավորված է լինում ավտովթարների, մոտովթարների եւ բարձրությունից ընկնելու հետևանքներով։ Վիրահատության շնորհիվ երեխաների մոտ գրանցվում են դրական արդյունքներ, բարելավում է կյանքի որակը։ Այցի ընթացքում ինքը երկու մեծ մասից է բաղկացած, առաջի կեսը եղել է Երևանում, երբ հիվանդներ են զնվել, վիրահատություններ են արվել, հիմնականում բնածին ձեռքի արատների եւ վնասվածքների համար։ Երկրորդ մեր մասը մենք մեկնելու ենք Գորիս, որպեսզի այնտեղ Գորիսում հիվանդներ նայենք, Արամը իր մասնագիտությունով, ես իմ մանկական օրթոպեդիայով։ Մարդը գամք ունի բամը գնե, բայց որովհետեւ իր ըրածը գոյադևի գազագերբություն պետք է շուրջը։ Եվ այս 4 գողմանի ամասայնությունը, որ գնկեցինք քանի տարի առաջ, որ առաջինը չէր, իմիջև Լիոնի համալսարանը, Լիոնի հիվանդանոցներու գազմը, Հայաստանի առողջության նախարարությունը եւ Հայաստանի բժշկական համալսարանը այս 4 գողմերու միջև համասայնությունը գնկվեցավ, որ շատ կարևոր է, որովհետեւ հնարավորություններ կբերե։ Գործակցության շրջանակում հայ մասնագետները նաև պարբերաբար վերապատրաստվում են Լիոնի համալսարանական կլինիկայում։ Ձեռքի վիրաբուժությունը սերտ կապ ունի վնասվածքների հետ եւ հետվնասվածքային վիճակների հետ, սակայն այնին մեջ նույնպես ներառում է բնածին արատները, ինչպես օրինակ մատերի կպած լինելը, շատ կամ քիչ լինելը։ Շատ տարածված խնդիրներ են մեզ համար կարպալ թունելի համախտանիշը, դաստակային թունելի համախտանիշը, որ հասարակության մեծ տոկոսը ունենում է, չխկացող մատի համախտանիշը, որ շատ հասարակ դասական խնդիր է, բայց նաև շատ հաճախ հանդիպող։ Ընդգծում են մասնագիտական վերապատրաստումներն ու միջազգային փորձը հնարավորություն են տալիս ոլորտը զարգացնել նաև մեր երկրում, ապահովելով որակյալ և հասանելի բուժօգնություն։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։